մոտ ոչխարների եւ այծերի հիվանդություն, որի հիմնական առանձնահատկությունը այն է, որ այն կրում է սոցիալական բնույթ։ Պարոն Հակոբյան, բռնկման ինչ ընդգրկում ունի այս հիվանդությունը։ Ուրեմն բրածոտը ոչխարների եւ այծերի սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որը բնորոշվում է շրջանի լորձատաղանթի արյունոսային բորբոքումով, աղիքներում կուտակում են մեծ քանակությամբ գազեր եւ կենթանին կայծակնային մի քանի ժամվա մեջ, մի քանի րոպեում կարող է ընկնել ջղաջիկ շարժումներով սատկել։ Տարածվածությունը հիմնականում հոտում 30-ից 40%-ն է լինում, անկումը մոտավորապես 90-ից 90%, բուժում չկա, անարդյունավետ է, քանի որ կայծակնային հիվանդություն է։ Նու կատարում են վակցինացում ամբողջ գլխաքանակը, տարին 2 անգամ, այնուհետև վակցինացման ժամանակ կատարում են ռեվակցինացիա 20 օր հետո, նայած ինչ դոզաներով սրսկում է։ Իսկ ինչ սեզոնայնություն ունի հիվանդությունը։ Սեզոնայնություն հիմնականում այս հիվանդությունը բռնկում է գարնանը, կանաչ կեր մեծ քանակությամբ ուտելուց, այս ժամանակ մեծ քանակությամբ գազեր են կուտակում, որի ժամանակ այդ միկրոբը մեծ տոքսիններ է արտադրում եւ տեղի ունենում թունավորում։ Սեզոնայնության ժամանակ 20-ից 30% հոտի ընդգրկում է տեղի ունենում, անկումը լինում է մոտավորապես 90%։ Բուժում չի նախատեսված, վակցինացումը կատարում է տարին 2 անգամ, առաջի վակցինացումը կատարում են 2-3 մլ, հետո 20 օր հետո ռեվակցինացիա 3 մլ, այդպես տարին 2 անգամ։ Քանի որ հիմա գարուն է, կենթանիները մինչև դուրս հանելը նախորդ պետք է 4 խոտով կերակրել մի փուջուր, մի որոշ քանակ նոր անենտով հանել արոտի, որպեսզի այդ խմորումները այդ հիվանդությանը չնպաստի։ Կենթանիների նախորոք անասնատիրոջ օգնությամբ ֆիքսում ենք, մոտեկցեք, ոտը մի քիչ ձգի, այնուհետև բրածոտի վակցինան, նախորոք ախտահանելուց հետո, վակցինում ենք մկանային եղանակով, հատերի հատված։ Թողիր, վերջ։ Այնուհետև հաջորդը բռնի։ Եվ այսպես տարին 2 անգամ վակցինացում են ամբողջ գլխականակ, բրածոտի վակցիներ։ Հայաստանը լինելով խոցելի տարածք, խոզերի դասական ժանտախտ հիվանդության նկատմամբ կատարվում են ամենամյա պատվաստումներ։ Միջոցառումները կատարվում են համաձայն հանրապետության կողմից նախատեսված հիվանդությունների նկատմամբ գոյություն ունեցող այդ ցուցակի, ըստ որում խոզերի կլասիկ դասական ժանտախտը պարտադիր է յուրաքանչյուր տարի պատվաստել, ըստ որում մենք սկսած խոչկորի ծնված օրվանից մենք կատնային շրջանում ենք պատվաստումը սկսում, այսինքն 1 ամսական հասակից պատվաստում ենք կատարում, դրանից հետո կատարում ենք կարմրախտի դեմ պատվաստում, նորից 1 ամսից հետո կատարում ենք երկրորդ պատվաստումը, ես ուզում եմ սա նշեմ, որպեսզի հասկանալի լինի, երկրորդ պատվաստումը պարտադիր է, որովհետև առաջի պատվաստումից հետո կայուն իմունիտետ չի առաջանում, իսկ երկրորդ պատվաստումից հետո կայուն իմունիտետ առաջանում, հետո 1 տարի հետո նորից կրկնվում է։ Միջոցառումը այս ձևով է կատարվում։ Իսկ ինչքան է կազմում տնտեսական վնասը։ Տնտեսական վնասը կազմում է 80%-ից մինչև 100%։ Այսինքն գլխաքանակի 80%-ից մինչև 100%-ը անկում է ենթարկվում։
Իսկ հիվանդությունից մինչև անկումային վիճակը քանի օր է տևում։ Հա, դա գաղտնի շրջանն է հիվանդության, վարակված օրվանից մինչև բռնկումը, դա 2-3-4 օր ընդամենը։ Այդ 2-3-4 օրվա ընթացքում արդեն ի հայտ են գալիս ցայտուն կլինիկական նշանները, որը հիման վրա էլ ախտորոշվում է։ Իսկ այդ դեպքում ինչ պետք է իրականացնել։ Այդ դեպքում միջոցառում իրավունք չունենք կատարել, որտեղ եթե մենք պատվաստում կատարեցինք, անմիջապես մենք ակտիվ նորից վարակում ենք, եղածի վրա նորից ակտիվ վարակում ենք եւ կենտրոնն անմիջապես անկում է ապրում։ Անկումից հետո ինչ պետք է անել։ Ուրեմն անկած կենտրոնները պարտադիր ձևով պետք է ուտիլիզացվեն կամ էլ թե չէ հորվեն, խորը պետք է հորվեն, որովհետեւ նրանք հիմնական հանդիսանալու են վարակի հիմնական աղբյուրներ, հետագայում շրջապատը կեղտոտելու համար։ Դուք իմ հետ եկեք։ Եկեք։ Հենց նոր մենք կատարեցինք պատվաստում։ Ես համապատասխան վակցինան ներարկեցի խոզին ներմկանային համապատասխան դոզայով։ Դեռևս 2 տարի առաջ Հայաստան ներթափանցեց կարտոֆիլի եւ լոլիկի ցեցը, որն աչքի ընկավ արագ տարածման իր ունակությամբ։ Նախորդ տարի այն զգալի վնաս պատճառեց Արարատի եւ Արմավիրի մարզերի գյուղացիական տնտեսություններին։ Մասնագիտական ուսումնասիրություններից պարզվել է, որ վնասատուն հանրապետություն է մուտք գործել հյուսիս-արևելյան դարպասներից լոլիկի միջոցով։ Ցեցը սնվում է մորմազգի մշակաբույսերով՝ սմբուկ, լոլիկ, ծխախոտ, կարտոֆիլ, պղպեղ, որի պատճառած վնասը առանձին դեպքերում հասնում է 100%-ի։ Մասնագետների կողմից մշակվել են պարտադիր կատարման հրահանգներ, որոնց կիրառման դեպքում կարելի է փոքրացնել վնասը, մեղմել տարածման վտանգը։ Նախ եւ առաջ պետք է ճիշտ կատարել սերմացուի ընտրությունը, այն պահպանել վարակազերծ պահեստներում։ Ինքը չկա, երևի սրասկերեն ինչ սատկել է, բայց հետքը ինքն է։ Պետք է կա, ինքը չկա։ Հա ինքը դե, բայց այստեղից հիմա կարող է նույնիսկ բան, այ ջերմաշճանը ցածր է, ինքը լուպայի տակ դրեք։ Ինքը եթե ձուն ունենար մեջը, ինքը դուրս կգար, ձու չունի։ Չէ, Արդեն ինքը դուրս Մի խոսքով վնասը իրան։ պայմանն հենց է, որ ջերմաստիճանը պահեստում 3-ից 5 աստիճանը աշխատելու։ Որքան էլ հորդորում են գյուղացուն, որ չի կարելի վարակված սերմացուն ցանել, այնուամենայնիվ նա բերել է ցանկատարածք եւ փորձում է ցանել այն։ Դարակերտ համայնքի այս դաշտում ցեցի տարածվածության պատճառով աշնանաբերքահավաք չի կատարվել, սակայն այս օրերին իրականացվում է ցանկ։ Չի կարելի վարակված սերմացուն ցանել, ինչու եք ցան։ Էսի վարակված չես մեկը։ Բայց կար մեջը, երբ որ մասնագետը տեսավ, որ մեջը այնուամենայնիվ կար։ Այդ հին աշնանբերածների մեջ եղել։ Մեր մոտ է մտել։ Այս թազա բերածների մեջ չկա։ Իսկ նույն տարածքում չի ցանվում երկուսն։ Եթե ցամեն նույն տարածքում։ Առանձին հատվածներ։ կարտոֆիլի ցեցի դեմ պայքարի աշխատանքները պետք է սկսել դեռևս նախորդ տարվա աշնանից։ Առաջի աշխատանքներից մեկը դա ագրոտեխնիկական աշխատանքներից խորը ցրտահերկն է, որը պետք է իրականացվի ուշ աշնանը կամ ձմեռվա առաջի ամսվա սկզբին։ Այնուհետև անհրաժեշտ է հունվար ամսվա մեջ իրականացնել խորը կրկնավար, որի նպատակը հողում արկա վնասատուի ձմեռող բոլոր հասակների ոչնչացումն է, որը սակայն շատ հողօգտագործողներ չեն իրականացնում։ Վարակված հողատարածքում դուք ցանում եք առողջ սերմացում, ինչպիսի միջոցառումներ եք ձեռք առնել, որպեսզի պաշտպանեք վարակից։ Պետք է դեղորայքով բանով սրսկենք, որ վերականգնենք, էլի ինչ անենք։ Սրսկումների տեղը պետք է անենք, հետո անենք վաճառքի։ Նման հողատարածքներում իրականացնել ցանքերը աննպատակահարմար է, կարելի ասել արգելված է։ Հողատարածքը վարակված է, այնուամենայնիվ սերմացուն առողջ է եւ գյուղացին փորձում է առողջ սերմացուն ցանել վարակված հողատարածքում, տեսնենք արդյունքը ինչ կստացվի, նա համոզված է, որ այնուամենայնիվ կստանա 60%-անոց բերք։ Լավագույն արդյունքի ապահովում պայքարի քիմիական միջոցների, ինչպես նաև ցանքաշրջանառության կիրառումը։ Տարածքի մաքրման համար քանի տարի անհրաժեշտ, որպեսզի ցեցը իսպառ վերանա։ Վարակված ոչ մի բան չի նկատվում, վնասատու չկա։
կանաչուց հետո արված, երևի դա է պատճառը, որ այս ջերմոցում կարտոֆիլի վրա, որը դրված է ջերմոցում, ցեց չի նկատվում։ Առավելագույն արդյունք ստանալու համար մասնագետները առաջարկում են իրականացնել ինտեգրված պայքար։ Առաջարկվող եղանակները լավագույն արդյունք են ապահովում հատկապես ջերմատնային պայմաններում։ Կարևոր է նաև վնասատուի ժամանակին հայտնաբերումը։ Լոլիկի ականող ցեցի վնասվածքը տերևի վրա հենց տիպիկ օրինակը սա է, որը ինչպես տեսանք, այս ջերմոցում բավականին քիչ է, համարյա չի նկատվում, որը այդ պայքարի միջոցառումների արդյունքն է։ Հետագայում այս տերևից անցնելով նա դուրս է գալիս թրթուրը, մտնում է արդեն նոր ձևավորող կանաչ պտուղների վրա, հաստված պտուղների վրա այլևս չի երևում։ Հենց հիմա խնդրի առնչությամբ կարտոֆիլի եւ լոլիկի ցեցի դեմ ինտեգրված պայքարի միջոցառումների վերաբերյալ սեմինար քննարկում է տեղի ունենում կոնգրես հյուրանոցում։ Սեմինարի ընթացքում ներկայացվեցին ցեցի դեմ պայքարի արդյունավետ եղանակներ, վնասատուի կենսաբանական առանձնահատկությունները եւ տարածման ուղիները։ Սեմինար քննարկումը կազմակերպել էր ՄԱԿ-ի Պարենի եւ Գյուղատնտեսության կազմակերպությունը։ Պարոն Պետրոսյան, կարտոֆիլի եւ լոլիկի ցեցի դեմ պայքարի ինչպիսի միջոցառումներ պետք է իրականացվեն։ Քայլեր արվում են, միջոցառումներ իրականացվում են։ Այսօրվա դրությամբ կարելի է ասել այդ միջոցառումները իրենց ցանկալի արդյունքը տալիս են այն առումով, որ մենք խորհուրդ էինք տվել հատկապես հարթավայրում կարտոֆիլի մշակությամբ զբաղվող մեր ֆերմերներին սերմացուի ներկրումը չկատարել աշնանը, այլ դա իրականացնել գարնանը ցանկի նախօրյակին, որպեսզի այստեղ արդեն վարակված պահեստներում նոր մաքուր տնկայնյութը ուրեմն չվարակվի, հետո տեղափոխվի դաշտ։ Պայքարի կենսաբանական եւ քիմիական միջոցառումները ճիշտ եւ կազմակերպված կատարելու դեպքում հնարավոր է նվազագույնի հասցնել ցեցի տարածման վտանգը։ Կիրառվող մեթոդների շնորհիվ ջերմատնային տնտեսություններում լոլիկի թփերի վրա կարելի է ավելի վաղ հայտնաբերել վնասատուն։ Ջերմոցում ցեց կա եւ ինչպես եք պայքարում դրա դեմ։ Այո, արդեն 2 տարի է ինչ ցեցը գոյություն ունի ջերմատան մեջ, 2011 թվականի ամառվանից տարածվել է եւ ներկայումս շատ դժվարությամբ պայքարում ենք դրա դեմ։ Ուրեմն պայքարում ենք հիմնականում ֆերոմենային թակարդների միջոցով եւ լուսային թակարդների միջոցով։ Ինչպես նաեւ մի քանի դեղամիջոցներ գոյություն ունեն, հիմնականում ֆիտովեր, մաչ, որ սրսկելու միջոցով կարողանում են կանգնացնել հետագա տարածումը։ Պայքարի արդյունավետ միջոցներից մեկը դա լուսաթակարդների կիրառումն է, որի իմաստը կայանում է նրանում, որ համապատասխան ուրեմն ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ վնասատուն ունի գրավչական հատկություն։ Գրավելով դեպի իրեն, վնասատուն մոտենում է այդ թակարդին, ստեղծված բարձր լարման դաշտի ազդեցության տակ նա հոսանքահարվում է, սատկում է եւ հայտնվում թակարդի մեջ։ Պայքարի մյուս մեթոդը, ինչպես նշեցինք, դա ֆերոմոնային թակարդների միջոցով պայքարն է ջերմատներում։ Այս մեթոդը դաշտի պայմաններում այդքան արդյունավետություն չի կարող ապահովել, սակայն ջերմոցում բավական արդյունավետ է։ Ինչ է ներկայացնում իրանից ֆերոմոնային այդ միջուկը, որը ֆերոմոնով ներծծված ռեզինն է, կողքը թակարդն է, որի մեջ լցված է բուսական յուղ ընդամենը։ Վնասատուն արուները հոտին ձգտելով գալիս են, մոտենում են, հայտնվում են ձեթի մեջ եւ մահանում։ Գյուղատնտեսության նախարարության մասնագետների այցերն օգնում են կողմնորոշվել պայքարի անհրաժեշտ մեթոդների ընտրության հարցում։ Այսօր մենք փակ գրունտում կարողանում ենք պայքարել ցեցի դեմ արդյունավետ եղանակներով, ոչ շատ քիմիկատներ օգտագործելով, հասնում ենք մոտավորապես 100%-անոց արդյունքի։ Նաև խթան է հանդիսանում մեր մասնագետի Աշոտ Ղարիբյան ունենք, Արարատի պայքարի գծով գյուղատնտեսության ասեմ ագրոնոմ, որը անաչառ ձևով, անշահախնդիր ձևով մեր հետ միասին մեջքի տված այցելում ենք ֆերմերներին, ջերմատնային տնտեսություններ, բաց գրունտ, չգիտեմ որտեղ լինի, ինչքան մորմազգիներ կան բոլորին հետևում, խորհրդատվություններով, մշակման ձևերով, ամեն ինչով մեկս մյուսին օգնելով, մենք կարողանում ենք դարակերտ համայնքին հարակից գյուղերին էլ օգնել, որպեսզի այս տուտա աբսոլյուտա կոչվածը շատ վնասատու մեր գյուղացում։ Առողջ եւ բարձր բերք ստանալու համար կարևոր է ոչ միայն սահմանված ագրոմիջոցառումների ժամանակին եւ որակյալ կատարումը, այլև գյուղացիական տնտեսություն եւ գիտություն անմիջական կապի ապահովումը։ Ֆերմերը միայնակ ինչքանով կարող է պայքարել դրա դեմ։ Գիտեք ինչ, ֆերմերները ես չէի ասի, որ չեն կարողանա, քանի որ նրանք պրակտիկ մասնագետներ են եւ երկար տարի աշխատել են այդ հողի վրա, բայց այստեղ պետք է ֆերմերը համագործակցի հնարավորինս
գիտական ոլորտի հետ, քանի որ մասնակիցները, նեղ մասնակիցներն են, որ կարող են կոնկրետ ներկայացնել վնասատուի կենսակերպ, թույլ խոցերի, փուլեր, ձմեռման վայր եւ այլն, առանց որի թե տեսական, թե պրակտիկ պայքար կազմակերպելն իրականացնելը դա անհեռանկարային է։ Պետք է ձեռնարկվեն միջոցառումներ, որպեսզի վարակազերծ տարածքներում այս վնասատուն չթափանցի, իսկ ներմուծման ընթացքում սահմանային հսկիչ կետերում ուժեղացվի հսկողությունը։ Ինչ վերաբերվում է գյուղացուն, ապա նրան այսօր անհրաժեշտ է ոչ միայն մասնագիտական խորհրդատվություն, այլև պետական աջակցություն։